Ինչպես խոստացել ենք, այս պահին ձեզ ուզում եմ ցույց տալ խանութ, որտեղից որ առևտուր ենք անում, շատ հաճախ երբ լինում ենք Շարմ էլ Շեյխում ու խորհուրդ ենք տալիս նաև մեր ընկերներին, որ հենց այդ խանութից գնեն որևէ բան, ինչ իրենց անհրաժեշտ է, որովհետև այստեղ ֆիքսված են արժեքները եւ չեն կարողանում, այսպես ասած, խաբել։ Այս պահին Գարիկը տաքսվարի հետ է պայմանավորվում, որպեսզի մեզ տանի եւս մեկ անգամ քաղաքը տեսնելու։ Այո, քաղաքը տեսնելու։ Լսում էր։ Այսպես, հիմա սպասում ենք, տրանսֆերը գալիս է, իդեպ այս խանութ գնալու համար տրանսֆերը բոլորովին անվճար է, ընդամենը պետք է զանգահարել եւ պայմանավորվել WhatsApp-ի համարին։ Այսքան երեք որպես ինֆորմացիա։ Հեսա կտեսնեք այնտեղ ինչ կա։ Այս պահին Ջորջ Քլույնի խանութի մոտ ենք, մտնենք ներս ու տեսնենք, թե ինչ էր կարող են գնել։ Ой, спасибо. Сегодня, да? Да. Ой. Այսպեսի բարեհամբույր վերաբերմունք։ Ջորջ Քլույնի կոչվող այս խանութը գտնվում է Շարմ էլ Շեյխի Նաբաք Բեյ թաղամասում։ Այստեղից կարող եք գնել հուշանվերներ, կարող եք գնել ամեն ինչ, մրգեր, անգամ, հյութ, կարող է հյուրասիրվել այս պահին, բրիլոկներ, ինչ աչքս տեսնում է դա ասում, մի խոսքով ամեն ինչ ու այս պահին հեսա կմոտեցնեմ ու գները կտեսնեք, ամենակարևորը քաղցրեղ են նաև, մենք ինչ ենք այս խանութը սիրում, որովհետև հեշտ է հասնելը, մի խոսքով ինքը բավականին մատչելի խանութ է ու Ջորջն էլ արդեն մեր ընկերն է, սա գովաշի մեր անկեղծ կարծիքն է։ Այստեղ կա Շարմ էլ Շեյխից տուն տանելու համար նախատեսված ահռելի տեսականի, այնպես որ այստեղից հաստատ որևէ բան կգտնեք որպես հուշանվեր ձեզ հետ տուն տանելու համար։ Մենք նույնպես այս խանութի մասին իմացել ենք համացանցից, մանրամասն հետևել ենք, հասցեն գտել ու եկել ենք ու վերադառնում ենք ամեն անգամ, երբ լինում ենք Շարմ էլ Շեյխում, այնպես որ սիրելի հայրենակից, դու էլ անպայման գոնե մեկ անգամ եղիր այս խանութում, որպեսզի կարողանաս ֆիքսված արժեքներով շատ մատչելի գնումներ կատարել։ Որպեսզի շատ չչարաշահեմ ձեր համբերությունը, ես ցույց եմ տալիս տեսականու ընդամենը մի փոքր հատվածը։ Քաղցրեղենի շատ մեծ տեսականի կա, որպես հուշանվեր կարելի է հենց այս անուշեղենները տանել։ Եգիպտոսում գրեթե բոլոր անուշեղենների հիմքը արմավն է, արմավից կա անգամ մեղր, արմավից կա շոկոլադապատ կոնֆետներ, մի խոսքով ամեն ինչ։ Չմոռանանք իհարկե հալվաների ու ռահատ լոխումների մասին։ Եգիպտոսում կա արևելյան քաղցրեղենի բազմաթիվ տեսականի։ Եգիպտական խնամքի մասին լեգենդներ են պտտվում։ Ասում են, որ այստեղի բնական միջոցների շնորհիվ էր, որ Կլեոպատրան այդքան երիտասարդ ու գեղեցիկ էր։ Մազերի խնամքի տարատեսակ տեսականի, անձամբ փորձել եմ, շատ լավն է, հավատացեք։
բաբնական յուղերը, որոնք մաշկի, գլխամաշկի եւ առհասարակ մարդու առողջության համար կարեւորագույն նշանակություն ունեն, այս բոլորը կարող եք շատ մատչելի եւ ֆիքսված արժեքով գնել George Clooney խանութից։ Եթե դուք արդեն հասել եք տեսանյութի այս հատվածին, նշանակում է ձեզ շատ հետաքրքիր է այս վլոգը, այնպես որ սիրելիներս, որպեսզի սա դառնա շարունակական, խնդրում եմ բաժանորդագրվել Gala Travel-ին եւ հետեւել մեր էջին, իսկ եթե որևէ տեղ ուզում եք մեկնել, ապա անպայման մեկնել Gala Travel-ի հետ միասին, որովհետեւ մենք առաջարկում ենք ամենամատչելի արժեքներ, ինչպես նաեւ կազմակերպում ենք շատ հիշարժան, գրագետ կազմակերպված տուրեր, այնպես որ սպասում ենք ձեզ։ Չգիտես թե ինչու մարտ ամսին այս խանութում ասացին, որ չկա մանգո, այն կանաչ, մեծ, հյութեղ մանգոները, այնպես որ սիրելիներս ում խոստացել ենք որպես հուշանվեր բերել մանգո, կներեք մեզ, այս խանութում գոնե այն չկար։ Իմ խորհուրդը ձեզ, եթե կլինեք Եգիպտոսում, անպայման եգիպտական տեքստիլից գնեք եգիպտական սրբիչներ, անձնական փորձից եմ ասում, ուղղակի չեն մաշվում։ Խանութը շատ մեծ է, պետք է նկատի ունենալ գալուց առաջ եւ բավականին երկար ժամանակ տրամադրել, եթե ուզում եք լավ առևտուր անել։ Այս պահին ուզում եմ ցույց տալ համեմունքների բաժինը եւ տեսնենք թե ինչ համեմունքներ կան։ Օրինակ ես այստեղից միշտ սիրում եմ գնել կարկադե, որովհետեւ կարկադեն շատ օգտակար է։ Սառը վիճակում իջեցնում է մարդու ճնշումը, իսկ տաք վիճակում բարձրացնում է ու ինքը լավ հովացնող հատկություն ունի ամռանմանավանդ։ Իրականում անկեղծ լինելու համար ասեմ, որ կան բաժիններ, որ անգամ չարժի մտնել, օրինակ այսպեսին է։ Սենց, չգիտեմ։ Խիստ ազգային է։ Կարծում եմ ժամանակ կորցնելը, եթե մտնեք, կարիք ինչ-որ բաներ ուզում գնի, մի խոսքով մտնեք, ցույցնեք, տեսեք։
Իմ ձեռքին կարդամոնով, հիլով սուրճն է, ես փորձել եմ շատ համով է, իհարկե նախընտրության հարց է ու արաբիկա սուրճը շատ լավն է այստեղի ու քանի որ ես սուրճ սկսել եմ խմել Կարիգենստանը, որովհետև իրենք արաբիկա են խմում, մենք անպայման դա ևս կգնենք։ Հայաստանի ժամով արդեն 1-ն է, աչքերս կարմրած, մենք հոգնած, առևտուր արած, ինչքան շատ բան ես առել Գարիկ, շատ առևտուր արած, հետո մոտենում ենք այստեղ, աղջիկներին ասում ենք մեր հյուրանոցի հասեն ու տանում են, եկեք Ջորջ Քլույն։